Ողջունում եմ բոլորին, այսօր կուսումնասիրենք Դանիելի գիրքը, ոչ ամբողջովին, կոնկրետ մարգարեությունները, որպես ներածություն ասեմ ով էր Դանիելը։ Դանիելը Աստծո մարգարեն էր, հրեա մարդ էր, որ իր 3 ընկերների հետ, երևի այդ պատմությունը գիտեք, որ 3 ընկերներին ուզում են ինքնել իրենց հետ 4, բայց բացի իրենից 3 ընկերները որ ուզում են վառել եւ Աստված փրկում է, որովհետեւ չեն երկրպագում թագավորի պատկերին, Բաբելոնի թագավորի։ Սակայն այստեղ մարգարեության մեջ ասվում է, ճիշտ գրքի մեջ, որ Դանիելին եւ իր ընկերներին ընտրել էր Բաբելոնի թագավորը, երբ որ արդեն գրավել էր շուտվանից Իսրայելը, Իսրայելի ճիշտ Հուդայի թագավորությունը, եւ ընտրել էին այնպիսի մարդիկ, որպեսզի իրենց թագավորական պալատներում աշխատեն, եւ այդ գերիներից ընտրեցին հրեաների, որից մեկն էլ Դանիելն էր։ Այսպիսով այդ եղել էր Աստծո նախախնամությամբ եւ Դանիելը կարողանում էր իրազները մեկնել, բայց ոչ թե իրենով, ինչպես այսօր շատ գուշակներ են անում, այլ Աստծո միջոցով։ Եվ գլուխ 8-ից կարող ենք սկսել Դանիելի տեսիլք 4 գազանների մասին։ Այստեղ գազան ասածը խորհրդանշական է, չգիտեմ գիտեք թե չէ, Աստվածաշնչի մարգարեություններում ամեն ինչ իր իմաստն ունի, օրինակ ծովը ժողովուրդներն են, գազանները պետություններն են։ Սկսենք սկզբից, ես ամբողջովին չեմ կարդա, դուք կարող եք կարդալ, միանգամից մարգարեություններով նայենք։ Ասվում է, որ Դանիելը երազ տեսավ, գլխում մի տեսիլ երևաց եւ իր անկողնում էր եւ նա գրի առավ իր երազը։ Այստեղ ասում է թե ինչ է տեսել եւ առաջի գազանը որ տեսավ, ասում է նման էր թևավոր մատակառուցի եւ նրա թևերը արծվի թևերի նման էին։ Ես նայում եմ ինչեւ որ նրա թևերը թափվեցին, նա բաց երևաց գետնին եւ կանգնեց ինչպես մարդը ոտքերի վրա եւ մարդու սիրտ տրվեց նրան։ Առաջի գազանի մասին խոսելուց հետագամ կնայենք գիրքը, հենց Դանիելի գիրքն է մեկնաբանում թե այնով էր, այն խորհրդանշում էր Բաբելոնի թագավորությունը, մենք համ կքննարկենք, համ կտեսնենք հետո, որ նրա մասին էր, ինչ է թևավոր առյուծը։ Թևերը խորհրդանշում են նրա արագությունը, նրա սլացիկ շարժերը դեպի առաջ, դա Բաբելոնի թագավորությունն էր, երբ որ Նաբուկոդոնոսորի ժամանակ սկսեց մեծ վերելք ապրել, գրավում էր բոլոր երկրները առաջավոր Ասիայի։ Եվ այստեղ ասվում է, որ նրա թևերը արծվի թևերի նման են, այսինքն արծիվը բոլորդ գիտեք, արագաշարժ կենդանի ասկարուծը թագավոր, հետո ասում է, որ թևերը թափվեցին։ Այո, այդպես էլ եղավ Նաբուկոդոնոսորը, դուք հետագայում կկարդաք, կտեսնեք, որ նա եթե ճիշտ ենք հասկանում ապաշխարել էր եւ նրան տրվեց մարդու սիրտ, այսինքն տեսեք նա գազան էր, բայց տրվեց մարդու սիրտ, այսինքն մարդկային հասկացողության սիրտ, մարդկային արժեքներով, ոչ թե միայն սպանելով եւ թալանելով, որ մինչ այդ ինքն էր անում։ Այստեղ այդ է ասում, որ թագավորի սիրտը փոխվում է։ Առաջ եթե նա բռնապետ էր Նաբուկոդոնոսորը, ապա հետագայում դուք կտեսնեք, որ նա մի պահ հիվանդանում է, դիմում է Աստծուն եւ Աստված նրան օգնում եւ բժշկում է։ Երկրորդ գազան ասում է նման է արջի, մի կողմ էր կանգնած եւ 3 կողոսկր կային բերանում ժանիքների մեջ։ Սա հետագայում էլի կկարդանք, սա է խորհրդանշում է պարսկական թագավորություն, ավելի ճիշտ մարած պարսկական թագավորություն է։ Այստեղ ասվում է, որ նա 3 կողոսկր կար նրա բերանում, այսինքն արջի երբ որ մի բան ինչ-որ կենդանի կուտում է կամ կուլ է տալիս, այդտեղ հետևանքը նրա ոսկորներն են, չէ՞ որ ոսկորը ուտում է եւ բերանում է գտնվում, այսինքն դա ուտելու ընթացքն է։ 3 ոսկորները այստեղ խորհրդանշում են այն թագավորությունները, որոնք այլևս չկային, այսինքն Մարաս Պարսկաստանը գրավել էր։ Դա էր Լիդիական թագավորությունը, եթե ճիշտ գիտեմ, Եգիպտոսը եւ Բաբելոնը։ Արդեն Պարսկաստանի հերթներ նվաճման աշխարհի, այն ժամանակվա աշխարհը մեր իմացած ընդհանուր մոլորակ չէ, այլ որտեղ շատ մարդիկ ու թագավորություններ կան, այսպես ասած օկյումեն է, հիմնականում առաջիավոր Ասիան էր, մինչև Հնդկաստան ընկած այդ հատվածը։ Հաջորդ գազանը, որ այստեղ ասվում է, երրորդը Ընձարյուծի նման գազան, հաջիշտ ինձի նման, նրա վրա թռչունի 4 թևեր կային,
Գազանը 4 գլուխ ուներ եւ իշխանություն տրվեց նրան։ 4 գլուխ ինչու ուներ այս Գազանը։ Սա մակեդոնացու կայսրությունն է։ Այստեղ թագավորությունները անիմաստիար հետևից տրված թագավորներ չեն։ Այստեղ օրինաչափություն կա համաշխարհային պատմության։ Առաջինը Բաբելոնն էր, երկրորդը Պարսկաստան, երրորդը գալիս է մակեդոնացու թագավորությունը, որը հաղթելով դարի 3 Կոդոմանոսին գրավեց նրա թագավորությունը եւ հասավ մինչև Հնդկաստանի սահմանները։ Մակեդոնիայից մինչև Հնդկաստան առելի տարածք, գրեթե Օկյումենիայի մեծ մասը։ Եվ նա ստեղծեց մի հզոր համակարգ, որը հետագայում իր նշանակությունը եւ հիմքը հանդիսացավ այլ մշակույթների, հանձինս հռոմեական կայսրության, որը ժառանգեց հելենիստական մշակույթը։ Իսկ թե ինչու ուներ այս Գազանը 4 գլուխ, պատճառն այն է, որ Քրիստոսից առաջ 301-ից մինչև 280-ական թվականները կայսրությունը բաժանվեց 4 մասի։ Այնտեղ կար Պետրոմայիսյան Եգիպտոս, Բուն Մակեդոնիա, Սելևկյան թագավորություն, այսինքն 4 մասի էր բաժանվել կայսրությունը։ Իսկ 4-րդ թագավորությունը, սա ամենավտանգավոր Գազանն է, որ այստեղ գրված է, ուներ ահեղ, զարմանալի եւ առավել հզոր էր։ Նրա ժանիքները երկաթի էին, ուտում ու մարում էր եւ մնացորդը ոտի տակ կոտրատում։ Այս Գազանը բոլոր Գազանների ավելի բեթարներ ու խառը ձևներ, այսինքն ուներ արջի պես թե դաժանություն, թե հարստություն Բաբելոնի պես, Հունաստանի պես է արագություն։ Ասում է, որ ուներ 10 եղջյուր, որովհետև Հռոմի կայսրությունը 10 թագավորություններից էր, որ հետագայում որ բաժանվեց դարձան 10 առանձին թագավորներ պատմության մեջ, ժողովուրդների մեծ գաղթից հետո։ Սա էլ Եվ այստեղ գալով 17-րդ համարից Դանիելի 8-րդ գրքի, եւ ասում է առաջին տեսիլքի մեկնություն, ինքը խորացել էր հենց 4 տեսիլքի 4 Գազանի վրա, Դանիելը ասում է քննում է ճշմարտությունը 4 Գազանի մասին, որտեղ նա առավել այլակերպ էր, քան բոլոր Գազաններն ու ուղիղ ահազդու։ Այսինքն Դանիելը մի ուրիշ, մի այլ յուրատուկ մոտեցում է ցույց տալի 4 Գազանին, որտեղ նա ինքն էլ հասկացավ, որ այս Գազանը բոլորովին տարբեր լինելու մյուսներից։ Ասում է նրա գլխի 10 եղջյուրների մասին էի քննում եւ տեսնում էր, որ ելնում եւ թափվում էր 3 եղջյուրները, որ աչքեր ունեին եւ բերան, որ մեծ բաներ էր խոսում եւ նրա տեսքը առավել մեծ էր։ Այստեղ խոսքը փոքր եղջյուրի մասին է, ասում են գլխին կար 10 եղջյուրներ եւ այն մյուսի մասին, որ ելնում էր։ Ասում է այդ եղջյուրը իդեպ Աստվածաշնչում եղջյուր նշանակում է թագավորություն։ Գազանը ընդհանրապես պետության հետ է, իսկ եղջյուրը հեղինակային թագավորություն։ Կարող է լինել, ասենք, մեկ թագավոր կամ ինչ-որ այլ իշխանություն, ինչ-որ իշխանության նշան է։ Դուք կարող եք կարդալ Աստվածաշնչի այլ համարներ եւ կտեսնեք, որ դա այդպես է։ Ասում է պատերազմում էր սրբերի դեմ, սրբերը Աստծո ժողովուրդն են եւ հաղթում էր նրանց։ Այստեղ հաղթել ասելը ոչ թե կարողանում է նրանց կրոնափոխ անել կամ Աստծուց հեռացնել, այլ հաղթել այլ իմաստ է կրում, այսինքն ֆիզիկապես հաղթել, սպանում էին։ Սրբերն նահատակվում էին, ոչ թե ընդհանրապես էր հաղթում։ Ասում եմ, ինչեւ որ եկավ ծերունեն եւ իրավունք տվեց Բարձրյալի սրբերին, ժամանակ ասավ եւ սրբերը տիրեցին թագավորությանը։ Նա ասաց, 4 Գազանը նշանակում է, որ 4 թագավորություն պիտի լինի երկրում, որն ավելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագավորությունները, եւ պիտի կուլ տա ամբողջ երկիրը։ Ինչպես ասեցի, այն ժամանակ այդքան մայրցամաքները բացահայտված չէին, հիմնական թագավորությունները կենտրոնացել էին Օկյումենիում։ Դա Եվրոպայից մոտալ մինչև Հնդկաստան ընկած սահմանն է։ Ասում է 10 եղջյուրները, տեսեք այստեղ է գրված։ 10 եղջյուրները նշանակում է, որ 10 թագավորներ պիտի բարձրանան։ Ահա, Աստվածաշունչը ինքն իր մեկնաբանն է։ Տեսեք, որ ինձնից չեմ ասում, ինչ կա գրված այդ եմ ասում։ Եվ նրանից հետո պիտի բարձրանա մեկ ուրիշը, որ ավելի չար պիտի լինի, քան բոլոր նախորդները։ Պիտի հպատակեցնի 3 թագավորներին։ Ուրեմն 3 թագավորներ են, այսինքն 10 թագավորություն, մեկ փոքրը դուրս է գալիս, 3-ը ընկնում է։ Դա պատմության մեջ եղել է այն, երբ որ 538 թվականին բարձրացավ պապականությունը։ Այն հոգևոր իշխանություն էր, սակայն ուներ մեծ աշխարհիկ բնույթ, ինչպես Միշնադարում հայկական եկեղեցին Հայաստանում, որ շատ հարցեր ավելի շատ ինքն էր լուծում, քան թագավորն ինձևել,
Դա եղել է միջնադարում, եւ Հռոմի եկեղեցին իր սոցիալական, հասարակական, կրոնական, քաղաքական ամեն ինչով առաջինն էր, քան թագավորները։ Կարելի ասել բոլոր թագավորներն Հռոմին են ենթակա, նույնիսկ եթե ճիշտ գիտեմ, նույնիսկ օծվում էին Հռոմի պապի կողմից։ Այսինքն փոքր իշխանը, հոգևոր իշխանությունը, այնտեղ հետո կտեսնենք, ասում է, որ այդ գազան ուներ մարդու աշկերի եղջյուրը։ Երեք թագավորություններն էլ այն բարբարոս թագավորություններն են, որոնք այդպես էլ չընդունեցին հռոմեական կաթոլիկ եկեղեցու Սուրբ Երրորդություն դոգման, նրանք էին վալդանները, վեստգոթերը, նրանք բոլորը պարտվեցին եւ ընկան։ Այդ երեք թագավորությունները ավելի ճիշտ հերուրների թագավորություններ, վանդալների եւ օստգոթերի, որոնք հենց պապականությունը դուրս եկավ 538 թվականին մոտավոր։ Դրանից առաջ կամ հետո այս երեք թագավորությունները ընկան եւ մարգարեությունը ճիշտ կատարվեց, քանի որ այստեղ մենք տեսանք, որ եղջյուր նշանակում էր թագավորներ, հեղինակավոր մարդիկ։ Եվ Դանիելը այստեղ ասում է, որ այս մի գազանը ունի այնպիսի իշխանություն, որ իբր կարողանում է փոխել օրենքները, ասում է, պիտի մոլորեցնի բարձրալի սրբերին, պիտի կարծի փոփոխել է ժամանակներն ու օրենքները, եւ պիտի հաջողի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կես։ Այսինքն մի ժամանակ, կես ժամանակ, դա այդ բոլոր յարդ գալիս է 3.5, դա կհաշվարկը, եթե բաներնի կանենք միասին, որ 1260 օրերի մասին էր մարգարեությունները, ես այնտեղ իմ մալիքում ունեմ վիդեո երկնային տաճարի մասին եւ այդտեղ ասեմ, որ 1 օրը խորհրդանշանական, Աստվածաշնչի 1 տարին է, այլ ճիշտ Աստվածաշնչյան 1 օրը ֆիզիկական աշխարհի 1 տարին է, եւ այսպիսով միակ եկեղեցին, շատ եկեղեցիներ եղել, բայց հիմնական Հռոմն է եղել, որ փոփոխել է Աստծո օրենքներն ու լիքը ծիսական համակարգեր, որոնք դուք կարող եք ուսումնասիրել։ Դուք կարող եք հաջորդ գլուխն կարդալ, 9-րդ գլուխն է խորի մասին տեսիլքը, որը նույն գազանների տեսիլքն է այլ ձևով, միանգամից ես երկրորդ տեսիլքի մեկնությունը կասեմ։ Այստեղ հրեշտակը Գաբրիելը բացատրում է Դանիելին, թե ինչ էր, մինչ այդ տեսել էր, որ մի հատ քոշ խորին գետնին գցեց ոտքի կողան արիզները, եւ չկար մեկը, որ խորին ազատ էր քոշից։ Կենդանիներ են։ Ասում է այստեղ բացատրում է. Երջանավոր այն խորը, որ դու տեսնում ես, պարսիկների եւ մարերի թագավորն է, եւ այն քոշը հույների թագավորն է։ Իսկ այն մեծ երջուր, որ նրա աչքերի միջև է, այսինքն կարելի ասել, սա պոնիին է նման այս կենդանին, նույն ինքն առաջին թագավորն է։ Երբ նա խորտակվի, նրա տակ գտնվող մյուս թագավորները, 4 թագավորները, կելնեն նրա ազգից, բայց ոչ իրենց ուժով։ Ահա այստեղ պարզ ցույց է տալիս, որ այդ առաջի թագավորն ով էր, Ալեքսանդր Մակեդոնացին։ Նա խորտակվեց, այսինքն մահացավ։ 4 թագավորություններ բաժանվեց իր կայսրությունը։ Պարզ պատմական փաստեր են։ Ուրիշ ձև չկա էլ մեկնաբանության սրա։ Ուրեմն այսպիսի մի վիդեո կա YouTube-ում, կարող եք նայել, կանալի անունը Սամվել է, ալիքի 666 ինքնությունը հայտնություն գրքում, այդտեղ Դանիելը դուք կարող եք ամբողջ գիրքը ուսումնասիրել, որպեսզի երկար չկարդանք, դե այդտեղ արձանը չէ սարքել Նաբուկոդոնոսոր թագավորը եւ ինքը իրենց երազ էր տեսել արձանի մասին, Դանիելն մեկնաբանում է Էլի նույն արձանը ինչպես խոյը քոշը կապ ուներ գազանների հետ, հենց այս արձանի ամեն մասը, կարող ենք այս վիդեոում նայենք, ասում արձանի ոսկե գլուխը, առանձին մասեր կար, գլուխը ոսկուց էր, նրա հեսա վիդեոում եթե ցույց տակ ասեմ, այստեղ գլուխը ոսկուց է, արծաթից իր այս կրծքավանդակը ջանը, ոտքերը կավի ու պղնձի խառնոտ, որը խորհրդանշում է, որ ուժ կա, երկաթ է մեջ ուժ կա, բայց կավից է, այսինքն պետք է քանդվի այդ կայսրությունը, լսած կլինեք կավե ոտքերով կայսրություն կամ կավը երկաթի հետ խառնած, եւ եթե ճիշտ գիտեմ, պղնձի ոտքերը։ Այստեղ ամեն մինը ինչ-որ նշան ունի, առուծը կապված է ոսկի գլխի հետ, ոսկին խորհրդանշում է հարստությունը,
Ստեղ աղուսն այդ հզորության նշանն է, արջը, արծաթը, երկաթը իրար հետ։ Ակի չեմ շում արծաթից էր, թե երկաթից ջանեմ։ Ահա, ճիշտ է ասում արծաթ է մասը և արջը, խորհրդանշում եմ Պարսկաստանը, իր հզորությունը Պարսկաստանի, դաժանությունը, արձանի բրոնզե մասն է, ես էլ խորհրդանշում է ընձառյուծին, Մակեդոնացին, հելենիստական էր թագավորությունը։ Չորդ գազանն էլ ասում է արձանի երկաթե մասը, բայց կավի հետ նորից եմ ասում խառնածա, որտեղ վերջում փլուզվեց Հռոմը 10 թագավորությունների, խորհրդանշում է հենց հռոմեական կայսրությունը։ Սա բաժանվել է 10 թագավորությունների գրված է։ Նույն իմաստն էլի 10 եղջյուրներից 10 թագավորներ են վեր կենալու ու նկարագրում է որ թվականին ստեղ ավելի կրոն հերորներին ոչնչացավ մի պապի կողմից այս թագավորությունը։ Չգիտեմ նրանք արիոսական էին, այսինքն չեն ընդունում աստվածության 3 անձը թե չէ, կարող է ընդունում են, բայց ոչ հենց ոնց որ Հռոմն էր ասում, բայց ամենայն դեպս ոչնչացվել են կրոնական հողի վրա։ Արալները 543 թվականին են ոչնչացվել, այսինքն մարգարությունը կատարվեց, բոլոր 3 թագավորությունները վերացան։ 538 թվականին Օսթգոթերը ոչնչացվեցին ու պապականությունը գլուխ բարձրացվեց մինչև 1798 թվականն ամբողջ եւ այն բանով հետագայում պետք է լինի Աստծո թագավորությունը։ Իսկ եթե ձեր մեջ հարց է առաջացել, թե ինչ օրենքներ է փոխել Հռոմի եկեղեցին, ահա այստեղ կա։ Աստվածաշնչի պատվիրաններ, կաթոլիկ պատվիրաններ։ Ուշադիր նայեք երկրորդ պատվիրանը, ասում է քեզ համար կուրջ չինես։ Այս երկրորդ պատվիրան գոյություն չունի կաթոլիկ եկեղեցու աստվածաշնչերի երևի։ Մեկ ընդհանուր իրենց այդ հոգևոր հանգանակ են ասում, ինչ դրանց մեջ չկա։ Ես ասում եմ, իզուր Տերը միասիկ իմ անունը։ Երկրորդ պատվիրան չկա։ Ինչ է նա է, վերջի 10-րդ պատվիրանը սա, բաժանել են երկու մասի, մի ցանկացիր ուրիշ կնոջ, մի ցանկացիր ուրիշի ապրանք։ Այստեղ երբ որ ասում է մի ցանկացիր քո դրածու տունը, պետք է հասկանանք եւ կինը, որ աս չդնեն ուրիշի թե կնոջ վրա, թե ունեցվածքի, ընդհանրապես ոչ մի բանի, ուրիշի ոչ հաջողության, ոչ զգացմունքների, ոչ նրանք այն բաժանել են իբր թե սարքի 10 պատվիրան։ Նրանք էլ ուրիշ ձև են մեկնաբանում, ասում են երկրորդ պատվիրանի իմաստը որն է, եթե այն ասում է կուրջ չինես, աստվածներ էլ չունենաս նույն իր հետ, բայց ոչ, առաջին ասում է որ բացի Աստծուց ուրիշ աստվածներ չունենաս։ Օրինակ Իսրայելի թագավորությունը երբ որ դուրս եկավ ծովից, ծովի միջով անցավ Աստծո օգնությամբ, նրանք գիտեն որ իրենց փրկողը Եհովա Աստվածն է, բայց թե ոնց պետք է երկրպագեին, դրեցին ոսկե արձանիկի երկրպագեցին, այսինքն հարկավոր իմանալ նաև երկրորդ պատվիրանը, անիմաստ Աստված չտվեց։ Առաջինը հարց է տալ թե ում ենք պաշտում, ով է Աստված, իսկ երկրորդը ինչպես ենք նրան երկրպագում։ Երկրորդը ինչպես հարցին է պատասխանում։ Հաստատ ոչ արձաններով ու կուրքերով։ Շաբաթ օրվա պատվիրանը, ես ասում է հիշիր հանգստության օրը նրան սուրբ պայելու համար, այսինքն դա 7-րդ օրն է շաբաթը։ Ստեղ գրած է հենց հանգստության օր, բայց Աստվածաշնչերում շաբաթ է գրած։ Իսկ նրանք փոխել են այդ պատվիրանը դրել հիշեք պահել սուրբ Աստծո օրը, նրանք մեկնաբանում են որ դա կիրակի օրն է։ Այսպես նա օրերը եւ օրենքները փոխել է կաթոլիկ եկեղեցին։ Եվ կաթոլիկ եկեղեցու ժամանակ 50 միլիոն քրիստոնյա ոչնչացվել է։ Դա մի մեծ կրոնական ցեղասպանություն է, որը կարծես թե այսօր մոռացության է մատնվել, մարդիկ միայն կարող են հիշել կամ հոլոքոստը կամ այլ ցեղասպանություններ, բայց մոռանում են, որ 50 միլիոն մարդ է կոտորվել։ Ֆիլմը այսքանն էր նպատակը ցույց տալ, թե ով է Աստվածաշնչում, ովքեր են այս գազանները եւ ինչ խորհուրդ են պարունակում։ Այսօրվա համար այսքանը։